Արարքը գնահատում եմ սարսափելի, շատ քննադատելի եւ պետք է ոչ թե այսքանս լինեինք այստեղ կայնած, այլ լիներ մի ամբողջ բազմություն, որ պահանջեր այդ ընտանիքի գոնե իսկ ցույց տար իր վերաբերմունքը, որ սգում է այդ ընտանիքի համար, այլ ոչ թե այսօրվա դրությամբ տոնական համերգ անցկացներ հանրապետության հրապարակում 5 նոր տարի նշվեր։ Սա մեր ամբողջ ազգի սգալու պատճառն է, որովհետև ազգից կոպիտ ասած վերացել է մի ամբողջ ընտանիք է, այն էլ խաղաղ պայմանում, քնած վիճակում։ Սա նմանվում է մեր Գուրգեն Մարգարյանի դեպքին, երբ նա քնած էր եւ նրան կացնահարեց Սաֆարովը։ Սա այս տղան ոչ անունն եմ հիշում, ոչ էլ ազգանունը, ոչինչով չի տարբերվում Սաֆարովից, դեռ մի բան էլ ավելի, եթե Սաֆարովը մի հոգու էր սպանել, ու այն էլ զինվորի, ինչ պատճառներով կարող են նրանք զինվորական նույն տեղում լինելով ինչ-որ հակամարտություն ունեցած լինեին, բայց այս պարագայում զինվորը սպանել է մի ամբողջ ընտանիք, այդ թվում երեխա, մեկի վիճակն էլ ծայրահեղ ծանր վիճակ է։ Այս դեպքում իմ պահանջը Ռուսաստանի դեսպանատնից, Ռուսաստանի կառավարությունից եւ մեր կառավարությունից անմիջապես օրենքի սահմաններում պետք չի պատժել այս մարդուն, որովհետև չի կարելի այս մարդուն օրենքի սահմաններում պատժել։ Նա չի սպանել, ասենք, թուրք, չի սպանել թշնամի, նա սպանել է խաղաղ մարդ։ Նրան պետք է հրապարակայնորեն պատժել, չգրված օրենքներով։ Սա իմ անձնական սուբյեկտիվ կարծիքն է, որովհետև նրան այս դեպքում կամ կարող է ուղարկեն իրենց ռուսական տրիբունալը, որտեղ կամ կդատեն մի քանի տարի, որից հետո նա նորից ազատ կարձակվի, կամ նույն ձևով կդառնա ոնց որ Ադրբեջանում Սաֆարովը, ինքը նույն ձև կդառնա Ռուսաստանում Սաֆարով։ Իսկ դեպքը մի փոքր համեմատենք դեպքի հետ, որը տեղի ունեցել Ռուսաստանում, հա, Հրաչյա Հարությունյանը, երբ պատճառ դարձավ ռուս ընտանիքի։ Այսպես ասեմ, ուրեմն Հրաչյա Հարությունյանը շատ անմեղ պայմաններում դարձավ հանցագործ, որովհետև դժբախտ պատահար նրա մեքենայի անսարքության պատճառով չէր կարողացել, անգամ փորձել էր այնպես անել, որ բախումից խուսափի, սակայն չէր ստացվել։ Ես մտածում եմ Հրաչյա Հարությունյանը կցանկանար ինքն էլ մահացած լիներ այդ մնացած մարդկանց հետ, որ այդ մարդկանց իր խղճի վրա չմնար այդ մարդկանց մահը, ընտանիքների ցավը։ Այս դեպքում Ռուսաստանում ամբողջ ռուս համայնք, ռուսական ժողովուրդը սկսեց քննադատել, ծաղրել, անգամ նրան կանացի հագուստ հագցրեցին եւ ուղարկեցին դատարան։ Սա անթույլատրելի էր եւ ռուսական լրատվամիջոցներից մեկի լրագրողուհին էլ շատ անբարո անպատիվ խոսքեր ասեց հայ ժողովրդի հասցեին։ Այս դեպքում երբ մենք ցավալով այս ընտանիքի համար ինչ որ բաներ ենք ասում Ռուսաստանի կամ ռուս ազգի հասցեին, ամբողջ մեր ռուսամետ հասարակությունը միանգամից կարճում է այդ բառերից ու ասում ինչու եք մի հոգու պատճառով ամբողջ Ռուսաստանին վիրավորում, ռուս ազգին վիրավորում, մոռանալով այն հանգամանքը, որ այդ ռուս ազգի ներկայացուցիչները իրենց իսկ վիրավորում էին 1.5 տարի առաջ։